Sem նվիրու սիրտեի Քեզ եմ մնցայում կյանքեի Քեզ եմ նվիրու սիրտեի Քեզ եմ մնցայում կյանքեի Կամքն է իմ կյանքում Քեզ եմ մնցայվում ամբողջովին Արայն ինչ ուզում ես Արայն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ մնցայվում ամբողջովին Տեր իմ Աստված, մենք քո առջև ենք կանգնած, ընծայելով մեր սրտերը, մեր կյանքերը քեզ, մեր Աստված, հռչակելով քո սովորեցրած աղոթքը, քո կամքը լինի մեր կյանքում, Տեր, բարի, հաճելի ու կատարյալ։ Բարի, հաճելի, կատարյալ, քո կամքը թող լինի իմ կյանքում Բարի, հաճելի, կատարյալ Քո կամքը թող լինի իմ կյանքում Արայն ինչ ուզում ես Արայն ինչ քո կամքն է իմ կյանքում Ընծայվում ամբողջովին Արայն ինչ ուզում ես Արայն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջովին Արայն ինչ ուզում ես Արայն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջովին Փառք Տեր Մեր արքա Մեր Աստված Երկնքի ու երկրի արարիչ ու նաև մեր ստեղծիչ Մարդկությանը քո պատկերով և նմանությամբ ստեղծող Աստված Նրանց մեղքերից ու դավաճանությունից հետո վերագտնող Աստված Քո սուրբ խաչով մենք
քո առջև ենք կանգնած, այնպիսին ինչպիսին որ կանք Տեր։ Խնդրում ենք զորավոր Աստված, հպվիր մեր սրտերին, որ քո սիրով լցված էլ ավելի նվիրված լինենք Տեր։ Ընծաներ լինենք Տեր իմ Աստված, քեզ համար։ Ոչ միայն ընծաներ բերենք, այլ ինքներս մենք ընծաներ լինենք քեզ համար։ Դա մենամեծ նվերն է քեզ համար Տեր, որ մենք մեր սրտերը, մեր կյանքերը տանք քեզ, որովհետև դու դա արյունով ես ստացել։ Դու արյունով ես ստացել քո սուրբ եկեղեցին։ Այն մարդկանց բազմությունը Տեր, որոնք մեղքերի մեջ թաթախված էին, բայց հիմա սրբված են քո սուրբ արյունով։ Ամենակարող Տեր, բարձրյալ Աստված, եղիր մեծարված, ընդմիշտ եւ հավիտյան։ Արա այն ինչ ուզում ես, արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում, քեզ եմ ընծայվում ամբողջովի, արա այն ինչ ուզում ես, արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում, քեզ եմ ընծայվում ամբողջովի։ Փառք ես ամենակարող Աստված, թող երկրից փառք պատիվ բարձրանա դեպի երկինք, քո սուրբ անվանը Տեր իմ Աստված, եւ քո անունը լինի փառավորված այս եկեղեցու միջոցով, մեր ազգի միջոցով Տեր Աստված, պատիվ ես արել այս ազգին քո անունը կրելու, առաջիններից մեկը, որ քո անունը կրեց, ու առաջինը պետականորեն կրեց, փառքն ու պատիվը քեզ, օրհնիր Տեր քո սուրբ ներկայությունը այնպես լինի, որ իրականում երկիրը քեզ պատկանի լիովին, որ դու քո ներգործություն ունենաս այս ազգի մեջ, մեր պետության մեջ, մեր երկրի մեջ, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, եւ այսօրվա պաշտամունքը քո ձեռքերի մեջ ենք տալիս, Սուրբ Հոգի Աստված, առաջնորդիր մեզ, խոսա քո ծառայի շուրթերով, Տեր, թող որ մեր ականջները բաց լինեն քո խոսքի համար, քո հոգու համար, Տեր, որ քո հոգին անի այն, ինչ որ ուզում է։ Փառքն ու պատիվը քեզ, հիմա եւ միշտ, հավիտյանս հավիտենից եւ եկեղեցին թող աղաղակի ամեն։ Փառք քեզ Տեր։ Ամբողջ փառքը Տիրոջը։ Մենք մեր սրտի խորքից երկրպագության ծափահարություններ ենք տալիս, փառաբանության ծափահարություններ ենք տալիս Տիրոջը։ Այս ամենը քեզ է պատկանում, Տերերի Տեր ու արքաների արքա։ Անունդ փառավորվի եւ մեծարվի։ Միշտ եւ հավիտյան։ Հալելույա։ Փառք լինի մեր Տիրոջը, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։ Նստեք Աստծո քաղցր ու սուրբ ներկայության մեջ։ Շնորհակալություն ձեզ շատ։ Իրականում այսօրվա խոսքն էլ շատ հետաքրքիր է, Լիբանանում ա ծնվել, 2 շաբաթ առաջ, որ այնտեղ էի, շատ յուրահատուկ ձևով, երբ որ աղոթում ես Աստված խոսում է, ու գիտես, երբ որ Աստծուց խոսք է գալիս, ուրեմն դրա կարիքը շատ կա։ Ամեն։ Ուզում եմ մի հարցից սկսեմ։ Եղել են ձեր կյանքում պահեր, որ դուք ապրում եք, բայց այդ պահին դուք ոնց որ չգնահատեք այդ պահը, անցնում է, գնում է, ու մեկ էլ կար ժամանակ հետո, մեկ էլ սենց քաղցր հիշողությունով հիշում ես, ասում ես, ինչ լավ էր։ Այդ պահին չէ, բայց երբ որ անցնում է մի կարճ ժամանակ, դու ասում ես ինչ լավ էր, ինչ հրաշալի էր։ Շատ է լինում, չէ՞, մենակ չեմ։ Փառք Աստծուն։ Մի հետաքրքիր տեղ կա Աստվածաշնչում, որ շատ յուրահատուկ պատմություն է պատմում անձամբ Տեր Հիսուս Քրիստոսը մի մարդու մասին, որի անունը Ղազարոս, եւ մի մարդու մասին,
որ հարուստ է, բայց անունը չի նշվում։ Շատ խորհրդանշական է ընդհանրապես սա, որ աղքատ Ղազարոսի անունը հստակ հիշատակվում է Աստծո խոսքում, Տեր Հիսուս Քրիստոսը պատմում է, բայց հարուստի անունը չկա։ Պատճառը երևի թե կկռահենք, ոչ թե հարստությունն է, այլ այն կյանքը, որով ինքը ապրում էր։ Գիտեք ինչպես էր ապրում, ամենօրյա զվարճության մեջ էր, ամենօրյա։ Ասում է ամեն օր փառավոր զվարճություն էր անում։ Մենք հայերով երևի կհասկանանք, այն խոսքը մենակ երևի հայերենում կա, որ ասում է քեֆ անողի քեֆը չի պակսի։ Լսել եք այդ արտահայտությունը։ Իրականում այնպես չի, որ խնջույքը վատ բան է, բայց երբ որ կյանքի իմաստն է դա ահավոր է, որ մարդը ապրում է ուտելու ու խմելու համար։ Կյանքի իմաստը դա է միան։ Այս մարդը տենց էր ապրում։ Մշակութային տարբեր տեղերից ու պատմությունից իմանում ենք մի այնպիսի դաժան բան, որ երբ որ Աստծո խոսքում կարդում ենք, ասում է, աղքատ Ղազարոսը սնվում էր այդ հարուստի հացի փշրանքներով։ Ու երբ որ նայում ենք պատմության, այդ հացի փշրանքները այնպես չի, որ հիմիկվա մեր հացի փշրանքներն է, որ վերջում սեղանից մենք վերցնում ենք, սրբում ենք սեղանը։ Այդ ժամանակ գիտեք ինչով էին սրբում, այս անձեռոցիկները չկային։ Սրանք զարգացած բաներ են, ժամանակակից բաներ են։ Այդ ժամանակ մարդկանց մոտ սովորություն կար նույնիսկ իրենց ձեռքերը սրբել հացով։ Ուտում էին, յուղոտվում էր ու հացով վերջում սրբում էին, այդ հացը այդպես յուղոտ թափում էին։ Ու ասում աղքատ Ղազարոսը սնվում էր հացի փշրանքներով։ Դուք պատկերացնում եք ինչով։ Ու ասում մի օր եկավ։ Այդ մի օրը միշտ գալիս է։ Երկուսն էլ իրենց աչքերը փակեցին այս աշխարհի վրա։ Աղքատ Ղազարոսն էլ փակեց աղքատության մեջ, հարուստն էլ փակեց իր աչքերը հարստության մեջ։ Ու Հիսուս Քրիստոսը անձամբ իր բերանով ասում է. հարուստը գնաց դժոխք, իսկ աղքատը Ղազարոսը Աբրահամի գոգ, Աստծո ներկայության մեջ։ Իհարկե ասում եմ ձեզ նորից ու նորից, որպեսզի հանկարծ սխալ չհասկանանք, որ հարստությունը չէր պատճառը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը ուրիշ ժամանակ, երբ որ աշակերտները մտածում են երևի հարուստ լինել լավ բան չի, ասում էր ավելի հստակ Հիսուս Քրիստոս, ասում էր հարստության վրա հուսացողները, հարստության վրա հիմնված մարդիկ։ Երբ որ ասեց դժվար է հարուստ մարդկանց մտնեն Աստծո թագավորություն, ավելի հեշտ է որ ուխտի ասեղի ծակով անցնեն, ուխտը ասեղի ծակով անցնի, քան թե հարուստը Աստծո թագավորություն մտնի։ Այսինքն հարստությունը չէր պատճառը, այս մարդու սիրտն էր պատճառը։ Մի ուրիշ տեղ Տեր Հիսուս Քրիստոս ասեց. գնա ծախիր ունեցվածքը տուր աղքատներին։ Ասում է տրտմած գնաց այդ անձնավորությունը, որովհետև շատ հարստության տեր էր, շատ ինչքի տեր էր։ Ու հենց այդ ժամանակա Տերը ասում, որ իրենց հարստության վրա հուսացողները։ Գիտեք, հետո տեղի ունենում խոսակցություն, աղքատ Ղազարոսի եւ հարուստի միջև տեղի ունենում խոսակցություն, ասում է թաթախիր մատդ ջրի մեջ ու մի կաթիլ տուր գոնե զովանամ, այս կրակների մեջ տանջվում եմ, հարուստն ասում։ Այնտեղ Աբրահամից ձայնը լսվում, դու շանս ունեիր այս երկրի վրա ու այդ շանսը չօգտագործեցիր։ Այդպիսի խոսակցություն հավանաբար էլ չի եղել։ Մենք չենք տեսնում Աստվածաշնչի մեջ։ Ունդեղ գրած է, որ այնտեղից մյուս տեղը կամուրջ չկա այլևս։ Ինչ շանս ունեիր, այս աշխարհի վրա էր։ Այդ մեկ շանսն էր, այդ մեկ հնարավորությունն էր, որը մեռնելուց առաջ էր։ Իսկ հնարավորություն չկա մեռնելուց հետո։ Այսօրվա ուղերձն է ինձ ու քեզ, բոլորիս, մեռնելուց հետո։ Այս հարուստը զղջում էր մեռնելուց հետո։ Բայց ում է պետք զղջալ մեռնելուց հետո։ Գիտեք, այստեղ գտնվում են մարդիկ, ովքեր որ զղջացել են մեռնելուց առաջ։ Ու դուք ստեղ նստած եք։ Ու կան մարդիկ, ովքեր որ առաջին անգամ են եկել, խնդրում եմ, ձեռքեր բարձրացրեք, եթե դուք առաջին անգամ եք այստեղ գտնվում։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ,
Մենք վերջում ձեզ համար աղոթք կանենք։ Վերջում աղոթք, որ կկոչվի զղջումի աղոթք, ապաշխարության աղոթք, վերստին ծնունդի աղոթք։ Փառք Աստծուն, որ մենք զղջացել ենք այն ժամանակ, երբ որ գիտակից ենք եղել ու ողջ ենք եղել այս աշխարհի վրա։ Համաձայն եք թե չէ։ Բոլորը զղջացած մարդիկն եք, չէ՞ այստեղ։ Ամեն, փառք Տիրոջը։ Ժամանակ կար, որ մինչև 20 տարեկան ես ինչ մտքովս անցնում էր ու ցանկություն ունեի անում էի։ Բայց եկավ մի ժամանակ, որ ճանաչեցի ճշմարտությունը ու սկսեցի զղջալ, որ ես ապրել եմ այդ ձև ու սկսեցի լրիվ ուրիշ կյանքով ապրել։ Իսկ այս հարուստը զղջաց, երբ որ աչքերը փակեց երկրի վրա ու բացեց երկնային իրականության մեջ, հոգևոր ուրիշ իրականության մեջ, որ կոչվում է դժոխք։ Ում է պետք դա։ Գիտեք, հիմա շատ ժամանակ տեսնում ես, որ հանգուցյալներին, երբ որ գնում են կոչվում է հուղարկավորություն ու չգիտեմ ինչի համար կոչել են նաև հոգեհանգիստ, որ Աստվածաշնչում չենք տեսնում նման բան, որ կոչվում է հոգեհանգիստ։ Մարդիկ մտածում են երևի արդեն որ մահացավ, հանգստացավ, հա կան մարդիկ ովքեր որ ուղղակի հիվանդ էին, ցավերի մեջ էին, մահանում են, փոխաբերական իմաստով ասում են հանգստացավ, բայց դա այն հանգիստը չի։ Մենք չգիտենք որն է դա։ Իրականում հանգիստը, հոգևոր հանգիստը դա նա է, երբ որ մարդը այստեղ աչքերը փակում է ու բացում է երկնքում։ Տիրոջ հետ։ Համաձայն եք թե չէ։ Դա է իրական հոգեհանգիստը, որ հոգին հանգստանում է Ավիտյանը Սավիտենից։ Խոսքեր կան, չգիտեմ որտեղից են սովորել, որ ասում են հետո են ասում Աստված հիմա թող հանգուցյալի հոգին լուսավորի, լույսերի մեջ թող մնա։ Աղոթենք էլ ավելի լուսավորվի, էլ ավելի լավանա։ Լսել եք նման բաներ։ Սիրելիներ, դա ճշմարտությանը համապատասխան չի։ Լույսերի մեջ ստեղ պիտի լինես, որ հետո այստեղի լույսերից տեղափոխվես այնտեղի հոգևոր էլ ավելի զորեղ լույսի մեջ։ Հիսուս Քրիստոսի լույսի մեջ։ Բայց լույսը սկսվում է ստեղից։ Դրա համար մի անգամ կանգնեցի ստեղ ու համարձակ ասացի. Աստված ձեր հոգին թող լուսավորի։ Հիմա էլ համարձակ ասեմ, Աստված ձեր հոգին թող լուսավորի։ Շատ մարդիկ այսպես դեմքեր են ընդունում, երբ որ ասում ես, մտածում երևի ինչ որ մի բան եղել է իրանց հետ։ Չէ։ Լավ բան ա եղել ձեզ հետ, Աստծո տամեջ նստացեք եւ Աստված իր խոսքի միջոցով, իր հոգու միջոցով ձեր հոգին լուսավորում է հենց հիմա, որ հետո եթե ինչ որ մի բան լինի իր ժամանակին, լույսից լույս, այստեղից փառքից դեպի այնտեղի փառքը։ Ամեն։ Այնպես որ Աստված ձեր հոգին թող լուսավորի։ Փառք Աստծուն։ Սիրելիներ, շատ կարևոր է դա, շատ կարևոր է մեր որոշումը այստեղ, որ մենք ճիշտ որոշում կայացնենք, որ ստեղ լինենք զղջացողներ, ապաշխարողներ, ստեղ մենք վերստին ծնվենք։ Նույնիսկ չեմ էլ քաջալերում, որ այն վերջի ավազակի վերջի աղոթքի պես անենք։ Մարդիկ կան այդ հույսն ունեն, ասում են դե վերջում կապաշխարենք։ Վերջում։ Այդ վերջը ով գիտի։ Երբ է այդ վերջը, ոչ մեկ չգիտի իր հստակ վերջը։ Ինչ որ նշաններ կարող է ունենանք, իմանանք, որ Աստված մեզ գործ է տվել, որ պետք է անենք։ Հավանաբար պատմած կլինեմ, մի անգամ ինքնաթիռով թռնում էինք ու ռուսական ինքնաթիռ էր հետաքրքիր։ Այդ հետաքրքիր հասկացաք ինչի մասին է խոսքը, մեկ էլ սկսեց շատ ուժեղ ցնցվել։ Չգիտեմ ինչ էր կոչվում այդ ինքնաթիռը, անուններն էլ եմ, իլեր, ինչ էր, տենց ինչ որ բան էր։ Տարիներ առաջ էր։ Գիտես, երբ որ ցնցվում է, դու նայում ես աշխատակիցների են ուղեկցորդների դեմքերին, երբ որ նորմալ ամեն ինչ դու ես նորմալ անում, բայց երբ որ տեսնում ես իրենց դեմքն էլ արդեն աննորմալ, քո վիճակն էլ է դառնում աննորմալ, ու տեսանք, որ իրանք էլ են վախեցած, հասկացանք, որ լուրջ է ամեն ինչ։ Մի եղբայր, որ մեր հետ էր, հավատքի մեջ եղել էր, բայց մի քիչ մոլորվել էր, տեսա, որ դեմքը այլայլված է։ Դա դեռ այն ժամանակ էր, երբ որ նույնիսկ ամուսնացած չէի ու Լիբանան դեռ չէի գնացել, բայց Աստծուց խոսք ունեի, որ Լիբանան պետք է գնամ։ Ու իմ եղբայրը նրան խորհուրդ տվեց, բոլորս հումորի բնակավարի ներկայացուցիչներ էինք։ Եղբայրս նրան խորհուրդ տվեց, ասեց գնա, եղբորս կողքը նստի, իր հետ լավ է։ Աստված իր հետ խոսացել է, բան չի լինի։ Եկավ մոտեցավ ինձ այդ եղբայրը, ասեց լավ է լինելու։ Ինքը մի քիչ մուկ մաշկ ուներ, դարել էր լրիվ սև։ Չէր կարողանում նստեր։ Ասում էր լավ է լինելու, հաստատ տեղ հասնելու ենք, չէ՞։
Ես ասում եմ ինչի համար ես հարցնում, ասեց եղբայրդ ասեց, որ Աստված քո հետ խոսացել է, որ ինչ որ բան ունես անելու։ Տրամաբանորեն ուրեմն մենք տեղ կհասնենք։ Իր բարերով։ Սրանք իմ բարերն են։ Ասի լսի, եթե տեղ էլ հասնենք, ես կհասնեմ, բայց դու չէ։ Ասի ես Աստծուց խոսք ունեմ, ոչ թե դու։ Էլի եմ ասել, ոնց որ երկնքում այդ օթանավի մեջ բոլորը հավատացյալ են, աթեիզմը այնտեղ վերջանում է։ Ուժեղ մեղքերի թողության sense ամպա բարձանում օթանավից դեպի երկինք։ Աստված ասում է, տեսնես, ես ինչ եղավ, որ բոլորը ապաշխարում են։ Հա, ոտքերը գետնից կտրված է։ Հենց իջնում են գետին, ամեն ինչ ընկնում է իր տեղը, վատ իմաստով։ Նորից շարունակում են իրենց մեղքի կյանքը, մինչև նորից էլի բարձրանան։ Սիրելիներ, մեռնելուց հետո զղջալ չկա։ Մենք պիտի հիմա զղջանք։ Դրա համար Աստված այսօր խոսք ունի ինձ ու քեզ, ու ոչ միայն մարդու մեռնելուց հետո, այլ շատ բաներ կան, որ փոխաբերական իմաստով մեր կյանքում մեռնում են, հետո նոր ենք զղջում։ Ոչ թե մարդն է մեռնում, այլ մենք կորուստ ենք ունենում։ Ինչ որ բան կորստում ենք, հետո նոր սկսում ենք գնահատել։ Երևի կհիշեք, չէ՞, այն արտահայտությունը, չգիտեմ, թարգմանիչները ինչպես կթարգմանեն, բայց հետևյալն է, որ ասում է գնա մեռի արի սիրեմ։ Մեռնելուց հետո ինչ սեր։ Սիրում ենք, ողջին սիրենք, ոչ թե մեռածին։ Թե չէ հետո մեռնում են, նույնիսկ որ գալիս են հետո աղոթելու, անունն էլ չեն իմանում, ով հանգուցյալի անունն էլ չեն իմանում, ասում են անունը ինչ է, ասում են էս անունը, սկսում են ասել, որ ինքը երկինք գնաց։ Դա ամենամեծ սուտն է ու ամենավտանգավոր սուտն է, սիրելիներ։ Ես նկատել եմ, ահա որ է դա։ Դու գիտեք ինչ մոլորություն է դա։ Դա մարդկանց գցում է հանգիստ վիճակի մեջ, տարօրինակ հանգիստ վիճակի մեջ, դե որ կգան վերջում կաղոթեն, երկինք կգնամ, կտեղափոխվեմ ընդ, դժոխքից կտեղափոխվեմ։ Սիրելիներ, ստեղ է սկսում ամեն ինչ։ Ստեղ սխալ որոշում կայացրեցիր, սխալ տեղ ես գնալու։ Ճիշտ որոշում կայացրեցիր, ճշմարիտ ավելի ճիշտ։ Աստվածային որոշումը կայացրեցիր, գնալու ես երկինք։ Ու դա իրականություն է։ Ուզես թե չուզես։ Ու ցավոք սրտի այդ սուտը ամենտեղ տարածված, որ մարդիկ հանգիստ ընդունում են։ Մի օր մի քահանայի հետ էի խոսում, լավ զրույց ունեցանք, իրան ասեցի, որ դա սխալ է, դա սարսափելի է։ Ասում եմ, դե ինչ ասեմ, տեքստ է, պիտի ասեմ, վաղն էլ մարդ կա, պետք է գնամ թաղեմ, հիմա գնամ սուտ խոսեմ։ Ասի դե Աստված հետդ։ Աստված քեզ իմաստություն տա։ Չի լինի այդ տեքստը չասես, որ դրախտ գնաց անպայման։ Չի էլ ճանաչում։ Անուն ինչ է, հա, էս ինչ է, հա գնաս երկինք։ Խաչն է ճանապարհը դեպի երկինք, սիրելիներ։ Եթե խաչյալին ընդունել է այս կյանքում, խաչով ճանապարհ կա դեպի երկինք, եթե ոչ, ապա ոչ։ Ինչպես որ այս հարուստ մարդը։ Չափազանց կարևոր է, սիրելիներ։ Եկեք մի տեղ կարդանք, շատ ուժեղ տեղ է։ Սաղմոս 49, 16-ից 17 խոսքերը։ Մի վախենա, երբ որ մարդ հարստանա, երբ որ նրա տան փառքը շատանա, որովհետև նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան վեր չի առնի իր հետ։ Նրա փառքը չի գնա նրա ետևից։ Հիշում եք ժողովրդական խոսքը, որ ասում է մերկ եկել ես, մերկ էլ կգնաս, չէ՞։ Աստվածաշնչից է վերցված։ Կամ հետդ բան չես տանի։ Դրանք ժողովրդական խոսքեր չեն, դրանք Աստվածաշնչից են։ Առաջին Աստված ասել, մերկ ես եկել, մերկ էլ կգնաս։ Ասում եմ, չգիտեմ, որ Աստվածաշնչից է։ Ուստեղ տեսեք ինչ ասում, մարդը հարստանում է, իր տան փառքն էլ շատանում։ Դու գիտեք ինչ է նշանակում իր տան փառքը։ Այսինքն իր տունը հայտնի է լինում, մեծանում է կալվածքները, շատանում են կալվածքները մարդու, ամեն ինչ անում որ դիզի, ամեն ինչ մեծանում է, բարձրանում է իր քթի հետ միասին։ Զգացել եք, որ հարստանում է մարդը կամաց քթի հարաբերակցությունը հողի նկատմամբ փոխվում այսպես։ Այսպես բարձրանում ասես, բարձրանում է ու բութանկյուն ասես տեղի ունի։ Սկզբում 90 աստիճան է, հետո բութանկյուն է։ Աստված էս խոսքով ուզում ասի մի քիչ քիթ իջացրու։ Որ հարստացել ես, կալվածքները չատացրել ես, տանդ փառքը, հայտնիությունը տարածվել է, ասում են, «Էս ինչ տանտերն է, այնտեղ այս փողոցում, այս տուն ունի»։ Հետը չի տանի։ Չնայած պատմության մեջ տեսնում ենք, հետո պեղումների հետևանքով հայտնաբերվում են թագավորներ, իշխաններ, հարուստներ, որ տեսնում ես
կճուճով ոսկիներ են դրե իրանց հետ, որ տանեն իրենց հետ։ Ուր։ Լուրջ։ Նույնիսկ տեսնում ես մահացած ստրուկներ են թաղված եղել այդ մարդկանց հետ, որ գնան իրենց սիրելի թագավորի հետ։ Հավատամք է եղել, կռապաշտություն է եղել։ Նույնիսկ տեսնում ես, որ իրենց սիրած իշխանի համար նույնիսկ ինքնասպանություն են գործել, որ հետը գնան։ Ուր։ Մեռնելուց հետո էլ ուր։ Սիրելիներ, այս կյանքի անունը մի բառով ասած քննություն է։ Ճիշտ է, օրհնություն է մեր կյանքը, բայց նաև քննություն է։ Որ այս քննությունը պետք է ճիշտ ձևով հանձնենք, օրհնված ձևով հանձնենք, որ իրական օրհնությունը ժառանգենք։ Համաձայն եք թե չէ։ Եվ ուզում եմ, որ անպայման կենտրոնանանք նաև այլ բաների վրա, որ մեր կյանքում կա ու մենք կորցնում ենք, հետո նոր ենք սկսում գնահատել։ Ինչքան է լինում մեր հետ։ Չափազանց շատ։ Առաջին բանը, որ ես ուզում եմ խոսեմ, ուշադրությունը մեր դարձնենք վերաբերում է ծնողներին։ Ինչքան է լինում, որ մեր ծնողներին ուշադրություն չենք դարձնում։ Այս կյանքը ինչքան է նման վազքի, ոնց որ մարաթոն լինի։ Բոլորը վազում են, բայց Աստծո խոսքն ասում է պատվիր ծնողիդ։ Աստծո խոսքը ասում է պատվիր ծնողիդ, որ օրերդ նույնիսկ երկար լինեն։ Հետաքրքիր խոստում էլ կա։ Ասում է առաջի պատվիրանն է խոստումով։ Այսինքն կցված է նաև խոստում, պատվիր ծնողիդ։ Ինչքան ենք տեսնում, որ զավակը անարգում է ծնողին։ Ինչ վիճաբանություններ են տեղի ունենում ծնողի եւ զավակի միջև։ Նույնիսկ տեսել եմ հայոյախառն վիճաբանություն։ Իմ համար խորթ աղել, ճիշտ է, այս աշխարհիկ եմ եղել, բայց իմ համար նման բանը խորթ է։ Բայց տեսնում ես ինչպիսի վերաբերմունք են զավակները ցույց տալի։ Աստծո խոսքը նաև պատվիրում է չնայած ծնողներին, ծնողները մեծանում են, իրենց մտածելակերպը փոխվում է, իրենք մտածում են, որ դեռ իրենց այդ ժամանակներն է, որ երիտասարդ են ու հնարավոր է ջղայնացնեն իրենց երեխաներին։ Աստծո խոսքը իրանց էլ ասում է՝ մի ջղայնացրեք, մի բարկացրեք ձեր զավակներին։ Էդ էլ ասում։ Հավասարակշռության համար Աստծո խոսքը միշտ պատրաստ է։ Ամեն։ Բայց ուզում եմ մաղ կենտրոնանանք նրա վրա, որ մենք մեր ծնողներին պիտի պատվենք։ Մեր ծնողներին պիտի հարգենք։ Հասկանանք սրտի դրդապատճառը, թե ինչի համար է ծնողը օրինակ մի բան ասում։ Նույնիսկ եթե մեր դուրը չի գալիս։ Բայց դրդապատճառն ուրիշ է, չէ՞։ Ամենաշատը մտածում են մեր շահի մասին, ոչ թե իրենց։ Ամեն ինչ անում են, զոհում են, անձամբ իմ ծնողները շատ բան են արել ինձ համար։ Էնպես չի, որ հարստության մեջ են եղել, ընդհակառակը, բայց իմ համար զոհել են։ Այսօր, որ ես ստեղ կանգնած եմ, իմ ծնողների որոշումն է եղել, որ տեղափոխվենք ստեղ, ուրիշ տեղ չգնանք ու եկել ենք ստեղ ու հավատքը գտել ենք։ Իմի ծնողի որոշումն է եղել, որ գնանք եկեղեցի, գնացել եմ հետը իր շնորհիվ, ոնց որ հիվանդ էր, իր համար գնացի ու լսեցի Աստծո խոսքը ու փրկվեցի։ Սիրելիներ, այնպես չանենք, որ ժամանակն անցնի ու հետո ասենք ինչ լավ էր այն ժամանակ։ Ինչ լավ էր այն ժամանակ։ Հիմիկվանից պատվենք, հիմիկվանից հարգենք, հիմիկվանից ժամանակ անցկացնենք։ Հաջորդը, երեխաները, մեր զավակները։ Գիտեք, անցնում է ժամանակ ու թվում է, թե այն նույն զավակները չեն։ Անցնում է, մեծանում են, ձայները հաստանում են։ Ես հիմա իմ զավակների անցյալին եմ կարոտել եմ փոքր ժամանակ, ասում եմ ուր են։ Կարոտում ենք, պետք է շատ լավ ժամանակ անցկացնենք իրենց հետ, ժամանակ տրամադրենք, որովհետև հիմա, որ մեծս արդեն ինձնից ավելի հասակով է, փոքրին հլը դեռ կարողանում ենք գրկենք, գրկում ենք, ասում ենք, բա որ դու մեծանաս ինչ ենք անելու, ում ենք գրկելու։ Վերջերս պատասխանեց, ասեց, դուք էլ իմ երեխաներին կգրկեք։ Սիրելիներ, հենց հիմա գնահատենք, քանի դեռ մեր հետ են։ Հետո Աստծո խոսքի համաձայնել, նույնիսկ կթողեն, կգնան, կառանձնանան, կսկսենք կարոտել, կսկսենք երանի տալ ամեն պահի, դրա համար այդ պահերը հիմա թող ավելի երանի լինեն։
որ այնքան լավ ժամանակներ ունենանք իրար հետ, որ հետո շատ երանի չտանք, ասենք լավ կշտացել ենք այդ ամեն ինչից։ Համաձայն եք թե չէ, այնքան կարևոր է սա։ Մանավանդ հիմիկվա դարաշրջանում, որ երեխաները միշտ հնարավորություն ունեն շեղվելու, գնալու, իրենց ձեռքը հեռախոսը տան մեջ են, բայց տան մեջ չեն։ Մի անգամ մենք որոշ ծնողների հետ էինք շփվում իրենց ընտանիքում, շատ երեխաներ էին այնտեղ, մեկ էլ զգացինք, որ ընդհանրապես ձայն չկա։ Այդ այն վտանգավոր լռությունն է, որ բոլորը ինչ-որ մի բանի մեջ են։ Մեկ էլ ես էլ, կինս էլ նկատեցինք, որ բոլորը հեռախոսի մեջ, այս բութ մատի մարզանքների մեջ էին։ Մյուսը, ընկերներ, սիրելիներ, այնքան կարևոր է սա։ Կարող է մտածենք աստվածաշնչյան չի, բայց այնքան աստվածաշնչյան է ընկերը։ Ընկերությունն Աստծուց տրված նվեր է։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը ասեց, այլևս ձեզ ծառաներ չեմ ասում, այլ ընկերներ, որ գրված է բարեկամներ, դա իրականում ընկերներն են, ընկեր, բարեկամ, դա նույնն է։ Մեր սփյուռքահայերը բարեկամ հենց ընկերոջն են ասում։ Իսկ մեր իմացած բարեկամին, արյունակցական բարեկամին ասում են ազգական։ Այսինքն ազգականա, դու չես որոշել ով է քո ազգականը, բայց դու ես որոշում ով է քո ընկերը։ Իսկ ընկերը ձեռք բերովի է։ Դու պետքա ձեռք բերես։ Դու ընտրում ես, դու ձեռք ես բերում։ Մենք նոր էինք Լիբանանից տեղափոխվել այստեղ ու ընդհանրապես մշակութային ահռելի տարբերություն կա ու մեր երեխաները սկսեցին բողոքել ստեղի երեխաներից, որ ագրեսիվ են, էս են, գալիս էր տուն, մեծս մանավանդ, որ սովոր չէր, գալիս էր տուն, ասում էր, պապա, այս սենց ասեց, ասում այս ձև ասեց ապե, էդ ինչ է։ Ու նման բաներ, դա ամենաբարի բառն է, որ ես հիմա կարող եմ եկեղեցում ասել, ամենաբարի բառն է։ Ու լիքը այդպիսի բառեր, որ իրան կանչեցի, ասեցի տղա ջան, հավիտենական կանոն լինի, ինչ անծանոթ բառ որ եղավ, բառարանը ես եմ, ոչ թե մաման։ Ինձ կարծնես։ Հայոյախառն արտահայտությունները լսում էր, գալիս էր, տան մեջ ասում էր, ուզում իր ականջները փակեր, տղա ջան, բերանը փակի, չգիտես իր բերանը փակես, թե քո ականջները փակես։ Որ Լիբանանում այդպես չէր, ավետարանական դպրոց էր սովորում, Հիսուսով սկսվում, Հիսուսով վերջանում էր, եկանք ստեղ բոլոր երեխաները այս սենց, այս դիրքով։ Իրաց պապաներն եք հաճալերում են, քարը վերցու դու գլխին։ Այս են դաստիարակել, այս են արել։ Էսի արեց, էս արա դու։ Աշկը, երկու աշկը։ Այս է, ու իրանց համար զարմանալի էր, ասում էր, պապա ինչի համար, ասում էր, հանդարտվեք։ Բարի գալուստ, չակերտների մեջ հայկական մշակույթ, որ պիտի վերանա Հիսուս Քրիստոսի անունով, տեսնում ենք ինչա կատարվում հիմա։ Երիտասարդներ, պատանիներ, ոնց որ ավազակներ լինեն։ Ամեն քայլափոխին տեսնում ես մարդասպանություն։ Այն օրը վիճակագրություն կարդացի, ասում է 365 սպանություն։ Այսինքն ամեն օր սպանություն կա։ Դա միջինը, դա սարսափեցնող է, սիրելիներ։ Գիտեք, վերջից չեմ լսել, որ բանակում զոհ է եղել, չեմ լսել։ Չգիտեմ վերջին զոհը երբ եղել։ Դա Աստված այսպես շարունակվի այս խաղաղությունը, բայց ասում ես բանակում վերացավ, բանակ դարձավ երկրի փողոցները։ Գիշեք գինու փառատոն էր կոչվում։ Ինչ էր կոչվում։ Ինչ փառատոն։ Ամոթի տոն էր դա։ Պատահաբար էի հրավիրված այդտեղ։ Ու այդ ժամանակ վիճաբանությունը տեղի ունեցել, վերջերս էլ հենց այդ օրվա պատճառով սպանություն։ Որ մի օր հնարավորություն եղա հովանավորների աշխատակցի հետ խոսելու, ասի, «Էս ինչ եք հովանավորում դուք»։ Էս ինչ հովանավորչությունը։ Հովանավորում եք, որ ազգը հարբի։ Պապանձվեց, չգիտեր ինչ պատասխաներ։ Դե մենք էլ ինչ պիտի պատասխանի։ Դուք տեսնեիք երիտասարդներին։ Շշերենաց ձերքը պահած, թափված ամբողջ փողոցները Երևանի կենտրոնը, ահավոր, էս ինչ է։ Հետո մեռնելուց հետո կփոշմանեն, վա ինչ վատ ստացվեց։ Վա երբ որ ալկոհոլով հարբած լինի ազգը, իրար կսպանեն, հետո էլ մեռնելուց հետո կփոշմանեն, այնքան լավ մարդիկ մահացան։ Ու որ նայում ես ընդհանրապես վիճակագրությանը ալկոհոլի պատճառով ինչքան մարդիկ են մահացել, դա ահավոր է։ Ու երեխաները նույնպես։ Ուսեք ծնողը կարող է կանգնի ասի, էլ ինչ տղամարդ եթե չխմի։ Լուրջ,
Իսկ որ Աստծո խոսքն ասում է մի արբենակ գինով, որի մեջ անառակություն կա, սիրելիներ, ցավալի է, իրականում ցավալի է, ու մենք պետքա փոխենք, մենք ինքներս ենք փոխողներ, ամեն։ Հենց մեր երեխաներից սկսած, որ մեր երեխաները տեսնեն մենք ոնց ենք անում, իրենք էլ անեն նույնպես։ Ընկերները ցանելով են ձեռք բերում։ Ես խոսեցի իմ մեծ տղայի հետ, ասեցի դու պիտի ցանես։ Եթե ուզում ես լավ ընկեր ունենաս, ցանիր, հավատարմություն ցանիր, նվիրվածություն ցանիր, սեր ցանիր, որ նույնն էլ հենց ես։ Եթե չունես ընկեր, ուրեմն պետքա ցանես։ Այնքան կարևոր է, որ մենք իրականում ցանենք դա։ Ցանքի հունցքի օրենքը մենակ բույսի, բուսականության, կենդանական աշխարհի մարդկության մեջ չի։ Ամեն ինչի մեջ է։ Դա հավիտենական օրենք է։ Տեսեք ինչ է ասում Աստծո խոսքը, Առակաց 17:17, ամեն ժամանակ սիրող է ընկերը կամ բարեկամը, եւ եղբայրը նեղ օրվա համար է ծնված։ Ամեն ժամանակ սիրող է ընկերը։ Այսինքն ընկերության կապը դա սերն է, որ մենք պետք է իրար սիրենք, որպես ընկերներ։ Ես իմ ընկերների հետ ուխտ եմ կապել, որ եթե հանկարծ զգան, որ ես Աստծուց հեռացել եմ, գան բարի իմաստով հարցակվեն իմ վրա, ասեն ուր ես հեռացել, արի գնացինք Աստծո տուն։ Եթե եկեղեցում ընկեր ունենաս, ընկեր, բոլորս իմացեք, եղբայրներ ու քույրեր ենք, դժվար է բոլորին ճանաչելը անհատապես, բայց երբ որ դու ընկեր ես ունենում, դժվար թե հեռանաս եկեղեցու մեջից, որտեղ ընկերդ կգա հետևից հետ։ Դրա համար Հիսուսն ասեց, այլևս ծառա չեմ ասում, այլ ընկերներ եմ ձեզ ասում։ Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկը իր անձը կդնի իր ընկերների համար։ Եվ Հիսուսն արեց այդ խոսքը իրականացրեց, դա իր կյանքի խոսքն էր։ Ամեն։ Մյուսը, սիրելիներ, մեր երկիրը, որ մենք ունենք, այն պետությունը, որտեղ ապրում ենք մենք, շատ ժամանակ չենք գնահատում, շատ ժամանակ անիծում ենք։ Անիծքը այն չի, որ պարտադիր ինչ-որ վատ բառ ասես, որ համարվի, որ անիծյալ է եւ այլն, չէ։ Օրինակ Լիբանանում, երբ որ ամեն ինչ վատ էր, ասենք, ինչ որ բան էլ վատ էր լինում, օրինակ լիբանանցիները ասում են, դե սա Լիբանանն է։ Դրա համար էլ տենց է։ Ստեղ էլ օրինակ ասում են, երկիրը երկիր չի։ Դե Հայաստանում ես ապրում։ Այսինքն սպասիր ամեն ինչ։ Սա անեց կա, սիրելիներ։ Եկեք գոնե մենք չանիծենք մեր երկիրը, որ հավատացյալներ ենք։ Եթե հավատացյալն էլ անիծի, այն որ ճշմարիտ ձևով եմ ասում, Աստծո խոսքի հիման վրա, հավատացյալի անիծքը ահավոր է։ Անհավատի անեծքը, աթեիստի անեծքը, ոչ քրիստոնյայի անեծքը ավելի թույլ է, քան հավատացյալ Քրիստոսին ճանաչող խոսքի զորությունը իմացող մարդու համար։ Կասես մի օրինակ բեր։ Դուք հիշում եք Աստծո մարդուն մարգարեին ուզեցին կաշառեն, թշնամիի զորքը կաշառի, որ գա հայոյախառն խոսի անիծի Աստծո ժողովրդին, որովհետև գիտեր, որ եթե անիծի, ինչեր կլինի, լավա չկարողացավ անիծել։ Նույնպես երբ որ տեսնում ես Աստծո ժողովուրդն է անիծում արդեն, դա սարսափելի է։ Եկեք չանիծենք մեր երկիրը, օրհնենք մեր երկիրը։ Մի բան էլ ասեմ։ Եղել է նույնիսկ վիճաբանություն, որ ես լուրերը լսել եմ, հավատացել եմ, որ այս ինչ լավ բան է, կողքից ասում են այ միամիտ ինչերին ես հավատում, սա բոլորն էլ ավազակ ու գող են։ Ասում լսի, սերը ամեն բանի հավատում, սիրում եմ, Աստծուն եմ սիրում, այդ մարդկանց եմ սիրում, ուզում եմ հավատամ։ Ինչ կլինի, հավատանք էլի։ Հավատանք այդ հավատքի զորությունով տեղի կունենա, նույնիսկ եթե սուտ ասվել, որ պիտի լինի։ Եկեք հավատանք, ամեն ինչին sense վերապահումով մոտենանք, ասենք, չի լինելու տենց, մենք չենք հավատում։ Երբ ա եղել, որ հիմա լինի։ Լսեք, աղոթում եք, որ լավանա։ Բա որ մի լավ բան էլ լինում, հավատացեք էլի։ Զնագնդիկի էֆեկտի նման կմեծանա այդ լավը։ Բոլոր հավատացող, օրհնող, չանիծող ժողովուրդը թող ասի ամեն։ Ամեն, ես հավատում եմ ձեզ։ Ես ձեր ծափերին էլ եմ հավատում, որ բարձրանում է դեպի երկինք։ Ամեն, հավատացյալ ժողովուրդը ասեց ամեն։
չենք նկատում են արժեքները, որ կա, որովհետև գիտեք ինչ, ես եղել եմ, որ շփվել եմ այն մարդկանց հետ, ովքեր որ այս տարածաշրջանի ժողովրդի ներկայացուցիչներ են, ու իրանց պետությունը այլևս չկա, իրանք ավելի հզոր պետություն են ունեցել։ Օրինակ ասորիները, ասորի ընկերներ եմ ունեցել, ասում եմ, լսի գնահատեք էլի ձեր պետությունը, այնպես լավը որ ձեր պետության դրոշն եք տեսնում եւ այլն։ Դարեր չենք ունեցել, հիմա ունենք։ Մեկ ասում եմ 35 տարեկան պատանի է դեռ, երիտասարդ է դեռ մեր պետությունը, ասում եմ պետք է ավելի հոգ տանել, որ ավելի մեծանա, ավելի զորանա։ Նույնիսկ եղել է ժամանակ մաքրությունից էլ սկսեմ խոսել, աղջիկ, ծամոն հանել ու քցել է սենց փողոցի մեջտեղը։ Ներսիցս մի անգամից արագ որոշում ա եղել, գնացել եմ այդ ծամոնը վերցել եմ, քցել եմ աղբարկղը։ Այդ ժամանակ իր դեմքին ա եղել մեր Հայաստանի դրոշը, կարմիր, կապույտ, նարնջագույն, ամոթից։ Եկեք չթափենք մեր երկրի մեջ այդ աղբերը։ Մեկ տեսնում եմ մեքենաների վրա գրված է, ես աղբ չեմ նետում, միանում ենք այդ աղբ չնետողներին։ Համաձայն եք, որ մեր երկիրը կարիք ունի հոգ տանելու։ Ով է հոգ տանելու երկրի հանդեպ։ Ով որ ասեց ես ինքն է ճիշտ։ Մենք չէ, ես։ Հենց դու պիտի օրհնես քո երկիրը, պիտի աղոթես քո երկրի համար, սահմանների համար։ Ում է պատկանում ես երկիրը։ Ինչ լավն եք, բայց իրականում գիտեք, չէ՞ մենք վարձով ենք ապրում այս երկրի վրա։ Այս երկիրը պատկանում է Տիրոջը։ Հողը իրանն է։ Գիտեք, մենք հող կորցրած ազգ ենք, չէ՞, հողեր կորցրած ազգ ենք, չէ՞։ Մեկ ասում եմ, լսեք, հողը ում է պատկանում։ Աստված է ստեղծել իրան։ Մաքսիմում մենք էլ հողի պատկանելություն ենք, այս մարմնի մասին է խոսքը, հոգու չէ։ Վերջում էլ այդ մարմինը մտնում է այդ հողի մեջ, ասում եմ, լսի, եթե Աստված sense պատկերավոր եմ ասում, տեսնում որ այս ազգից ինչ լավ է գնահատում իր հողը, ծաղկացում ամենտեղ, ծայրամասերով, մտնում ես քաղաքները, գյուղերը, ֆանտաստիկ, sense բերանդ մնում է բաց։ Ես եղել եմ ուրիշ երկրներ, ասում են գնանք գյուղ։ Հենց որ ասել են գնանք գյուղ, մտածել եմ հիմա կտեսնենք ինչեր կտեսնենք հիմա, աղքատներ, գնացել ենք այդ գյուղերը տեսել ենք քաղաք չի կարող համեմատվել այդ գյուղերի հետ, այնքան գեղեցիկ են, այնքան տեսարժան, այնքան յուրահատուկ այնտեղ ապրելը։ Ու մարդիկ ձգտում են ավելի այնտեղ ապրել։ Այ գյուղ։ Երբ որ զարգացնենք այդ գյուղերը, այդ քաղաքները, Աստված կարող է ասես նայ ասի, օ, տեղ չեն անում այդ հողի մեջ։ Պետք է իրանց օրհնել հողով։ Կարանք սենց ապրենք։ Որ Աստված վերևից նայ ասի, «Էս ինչ լավ են հոգ տանում, ոնց որ պատվիրել եմ, խնամել, պահել, այդտես մշակում պահում են։ Դրախտ են դարձրել, այդ դրախտի սահմաններն է պիտի ընդարձակվի»։ Ով այդ է համաձայն թող ասի ամեն։ Ամեն։ Ինչքան է եղել, որ հեռանում ես Հայաստանից, նոր հասկանում ես ինչ երկիր էր։ Մի օր ես ուրիշ երկիր էի գնացել, առաջի վարկյանից խելքս սկսեց պտտվել, որ տես ավտոները ոնց են իրար սենց խփելով, խփում են իրար սենց են անում, ասում են դե լավ, ու գնում են բոլորը ճմրթված ավտոներ, ճմրթված մեքենաներ, հավատացեք։ Ու այնքան փնթի էր ամեն ինչ, այնքան փնթի էր, ասի դրախտավայր Հայաստան։ Հələ դեռ 10 տարի առաջ էր մոտավորապես, այն ժամանակ հələ այսքան մաքրություն չէր, ասում էի, վախ Հայաստան ջան, բա Լիբանանի մի հատ տեղեր կան, այնց կեղտոտ էր, այդ կեղտոտը մաքուր փայլուն երևաց իմ աչքին, ասի որ գնամ կփաթաթվեմ այդ շենքերին, այդտեղ փողոցներին, այնքան փնթի էր այնտեղ։ Ինձ հարցնում են, ասում են Հայաստանը կարոտում ես, երբ որ օտար տեղում եմ ապրում, ասում եմ Հայաստան կարոտում եմ Հայաստան լինելով։ Հենց հիմա կարոտել եմ Հայաստանին, հավատացեք։ Ու ասում եմ, երբ որ ես հիմա ծառայության բերումով գնում եմ, դա չի նշանակում գաղթ։ Երբեք իմ ընտանիքում ընդունված չի այդ բանը։ Միայն ու միայն ծառայությունով, հենց ծառայությունից վերջացավ, ին ոտս տեղա։ Միայն Աստված կարա ինձ այս երկից հանի։ Ու ոչ մի գաղափար, ոչ մի միտք։ Այդքան սիրելի է երկիրը, որովհետև ես պիտի շենացնեմ։ Ոչ թե ուրիշը շենացնի, ես էլ ուրախանամ, մի հատ էլ հերվից մունատ գամ, ինչի չեն շենացնում։ Հիմա չեմ ասում, որ ուրիշներն էլ որ կյանքի բերումով ընդեղ են, Աստված օրհնից ես դուք էլ այդտեղից շենացրեք։ Երբ որ պահն էլ գա, տա Աստված այդտեղ գաք ու վայելեք այս երկիրը։ Հիսուսի անունով, հա? Համաձայն եք թե չէ։ Ոնց որ այդքան էլ համաձայն չեք, հա? Թե դուք էլ համաձայն չեք։ Ոյ, ինչ ասեց։ Ոնց գնանք։
Մարգարեական եղել է, որ այս երկիրը կդառնա փախուստի երկիր, ես էլ շատ ուժեղ հավատում ու բռնված եմ դրանից։ Սպասում եմ։ Հաջորդը սիրելիներ, ես կխնդրեմ նվագողը մեր եղբայրը գա։ Գիտեք, կյանքի պահերը, որ սկզբից էլ ասեցի, անցնում են այդ պահերը, ու մենք նոր ենք հետո գնահատում, ասում ենք ինչ լավ էր։ Երանելի տալով։ Ասում ենք ինչ լավ էր այն օրը, երբ որ այս մարդու հետ ժամանակ էի անցկացնում։ Սիրելիներ, այնքան գնահատենք, որ հենց այդ պահին Երանի տանք, ասենք լավ է, չէ՞ հենց հիմա։ Եթե դու այդ պահը գնահատես, արժևորես ու հենց այդ պահին զգաս, որ լավ է, հետո էլ ավելի լավ է լինելու։ Ամեն պահը ապրենք այդտենց Երանի տալով, որտեվ Աստված մեր կյանքում խառնված է, երբ որ մենք քրիստոնյաներ ենք, երբ որ մենք մեր Աստծուն կանչում ենք, ասում ենք Տեր Աստված, քո կամքը լինի ամեն պահի մեջ, քո կամքը լինի իմ կյանքում, նորը երկում ենք, որ չլինի, որ ասենք ինչի այդ պահին չգնահատեցի, լավ կլներ այդ պահը գնահատեի։ Ցավալի է, որ ուշ ենք գնահատում արժեքները։ Գնահատենք այն ժամանակ, երբ որ կա դա, ներկա է, դեռ հոսում է, դեռ այդ արժեքը կա։ Ամուսին կին, այդ պահը գնահատեն, որ իրար կողքի են։ Ցավալի է, չէ, որ վիճաբանություններ են լինում, բայց բոլորի կյանքում է լինում, դա պետք է շատ արագ էջը փակվի, մյուս էջը բացվի։ Աստված չան իրար կորցնեն։ Ես լսել եմ, նույնիսկ ճանաչում եմ, երբ որ ամուսիներից մեկը ոնց որ մահացավ, այն մյուսը նոր սկսեց նրա ցանկությունները անել։ Ում է պետք։ Մեռնելուց հետո ում է պետք։ Իսկ ինչ կլինի, եթե հիմա այդ ցանկությունները անենք, իրար ցանկությունները լրացնենք, հա? Երազանքները կատարենք։ Ընկերները իրար երազանքները կատարեն, իրար օգնեն։ Իրար համար ապրենք, ոչ թե մեր անձի համար։ Սա չի քրիստոնեությունը, սիրելիներ, որ իրար համար ապրենք, Քրիստոսակենտրոն, իրար վրա կենտրոնացած, իրար սիրելով, հարգելով, բարձրացնելով, ինքան կարևոր է սա։ Գիտեք, ես շատ եմ քննում իմ հոգում, երբ Աստված ինձնից դժգոհ ու երբ որ Աստված վերևից նայում է, չէ՞ որ մենք Քրիստոսի մեջ ենք, Քրիստոսի մարմինն ենք, Քրիստոսի համար նա ասեց ու մեր համար էլ կարա ասի, որ սա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի։ Հավանում է թե չէ։ Մենք ինքան ենք մոռանում, որ մեր սիրտը քննության տակ է։ Ամեն ժամանակ։ Չէ՞ որ մեր մեջ է ապրում։ Մարդիկ կան գիտեն Աստված հեռվում է։ Աստված հեռվում չի, Աստված շատ մոտիկ է։ Առաջին անգամ, որ Աստված խոսեց, հետը զարմաց ասի, դու ոնց ես ստեղ ասեց, ես քեզ ավելի մոտիկ եմ, քան դու կարծում ես, ու նույնիսկ քան դու ես քեզ մոտիկ, ապշած մնացի, որտեվ նա կա իմ նույնիսկ գեների մեջ։ Դուք հասկանում եք, Աստված մեր ներսում կա, մենք նրա մեջ ենք։ Մեր սիրտը քննության տակ է։ Գրանցիր պահ հիմա, գնահատիր պահ հիմա։ Վերարժևորում թող լինի հենց հիմա Սուրբ Հոգու զորության ներքո, որ ներսդ բան փոթորկվի, մի բան թողած գնաս ստեղից ու շատ հզոր բան ձեռք բերած, որ գնաս ու կյանքդ փոխվի, սա է եկեղեցին։ Սաղմոս 90:12-ն ասում է. սովորեցրու մեզ այնպես հաշվենք, համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։ Որ իմաստուն սիրտ ընդունենք, սիրելիներ, տեսեք ինչ հզոր խոսք է, ինչ հզոր աղոթք է սա։ Աղոթք Սաղմոս ասում է, սովորեցրու մեզ, որ հաշվենք մեր օրերը, գնահատենք մեր օրերը, գնահատենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։ Իմաստուն է այն մարդը, որ ճիշտ հաշվարկներ է անում։ Այսինքն հասկանում է, որ օրինակի համար 2025 թվականի դեկտեմբերի 7 այլևս չի լինելու։ Մի բան, երբ որ դու պիտի անես հենց այս օրը, դու պիտի անես հենց այս օրը, չթողես վաղվան։ Ժողովուրդը մի հատ խոսք էլ ասում, չէ, այսօրվա գործը վաղվա մի թող։ Թողնում ես ասում ես դեռ վաղը կանեմ, վաղը կանեմ, վաղը կանեմ։ Սիրելիներ, ինչքան վաղեր չեկան։
շատ մարդկանց համար։ Կարող է վաղերել չգան մեր համար։ Փոխաբերական իմաստով եմ ասում, չեմ ասում հենց վաղը։ Թող ամեն բան լինի իր ճիշտ ժամանակին։ Որ իմաստուն լինենք, կարողանանք գնահատենք ժամանակը։ Հաջորդը խնդրեմ իրար նայեք մի հատ։ Այսինքն նայեք, մի քիչ էլ ավելի հեռուն նայեք։ Հեռուն նայեք, մոտիկ նայեք։ Նաև նայեք այս շենքին։ Այս մարդիկ այս շենքը դարձնում են եկեղեցի։ Գնահատենք եկեղեցին։ Սրտիցս արուն էր կաթում, երբ որ ստեղ կանգնած մի հովիվ շատ դառը բան ասեց, ահա բանալին, որ Արցախում ես վերջին անգամ փակեցի եկեղեցին ու դուրս եկա։ Ու ստեղ էլ արդեն թե մարդիկ ծրվեցին տարբեր տեղերով։ Սիրելիներ, դուք զգացել եք մեր երգերի մեծամասնությունը կորստի մասին է։ Սփյուռքում անունները դնում են մեր հին քաղաքների, Արևմտյան Հայաստանի քաղաքների, հայկական հին քաղաքների։ Ինչ կորցնենք նոր սկսենք այդպես անել։ Կորցնենք նոր սկսենք երգել։ Զգացել եք մեծամասնությունը կորստի մասին, հա։ Ինչ կլինի, որ հիմա գնահատենք։ Ինչ կլինի, որ հիմա գնահատենք մեր եկեղեցին։ Չէ, գալիս ես տեղ, ինչ որ մեկը քեզ նեղացրեց, եկեղեցուն պիտակավորում ու գնում ես։ Սիրելիներ, կարող է հենց հիմա on-line նայում եք ու հենց այդ պատճառով ինչ որ մեկը քեզ նեղացրել է, ինչ որ մեկի պատճառով էս թանկ եկեղեցին, որ գրված է Հիսուս Քրիստոս իր արյունով, գրված Աստված իր արյունով ստացավ։ Չգնահատենք, թե գնանք աշխարհի համը դառը ճաշակենք, հետո ասենք ինչ լավ կլինի, գոնե գնամ այն եկեղեցու չարաճճի անդամ եմ, որ ասես լավ թարսեր նայում ինձ։ Գնամ այ ինքը գոնե լավ է, գոնե Աստվածավախը։ Գոնե Աստվածավախը։ Ամենասարսափելի մարդիկ գիտեք ովքեր են? Աստծուց չվախեցող մարդիկ։ Ամենամտերիմ ընկերդ, թե մանկության ընկերդ նույնիսկ Աստվածավախ չի, վախեցիր իրանից։ Բայց եթե հավատացյալը Աստվածավախը, իմաստության սկիզբը Տիրոջ վախն է ասում։ Ուրեմն իմաստու մարդ, եթե վախենում է, ուրեմն իմաստուն արդեն։ Համենայն դեպս սկսվել է այդ իմաստությունը այդ մարդու կյանքում։ Գնահատենք մեր եկեղեցի, այնքան լավն է։ Ժամանակին չունեինք նույնիսկ այս եկեղեցու շենքը։ Փափագով փափագում էինք։ Փոքր մի ֆինանսեր ելնում, ասում ենք հատուկ նպատակի համար, ասում ենք, չէ, միևնույնն է, պետք է կիսենք, որ տանենք, ծրարի մեջ դնենք, որ շինենք, շուտ կառուցենք, գնանք հանգիստ նստենք։ Դուրսը հիմա ցուրտ է, նստած հանգիստ ցենց վայելում եք։ Եկեղեցու շենքի մասին եմ խոսում, եկեղեցի մարդիկ են։ Բայց ինչ լավն են կողքիները, դե մի հատ նայ։ Բոլորս էս լուրջ ու շատ իշս լսում են, նես քաղցրեք։ Աստծուն փառք տվեք, այս ծափարությունները ձեր համար է Աստծուն։ Քրիստոսով մաքրված մարդիկ։ Փառք Աստծուն իր եկեղեցու համար։ Երբեք ու երբեք Տիրոջ տունը չլքես։ Եբրայեցիս 10:25-ն ասում է, եւ չթողենք մեր իրար հետ ժողովելը։ Ինչպես ոմանց սովորություն է, տեսեք սովորություն է դառնում, բայց իրար հորդորենք եւ այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է։ Իրար էլ հորդորենք, սիրելիներ, որ գան Աստծո ներկայության մեջ։ Ես ամեն անգամ հեռախոսը վերցնում եմ, նկարահանվում եմ, ասում եմ կոչ կանեմ մարդկանց, որովհետև տեսել եմ տարբեր մարդիկ, որ հերվից պատահական հետևորդ են, լսում են այդ կոչը մեկ էլ գալիս են, թե երեք ասեցի, թե այսօր ասեցի, այնտեղ մի եղբայր նստած է, խնդրեմ, թող ձերը բարձրացնի, առանց ամաչելու։ Կոչի արդյունքում հիմա ուժեղ ծառայող է մեր եկեղեցում։ Էն էլ հերու Ստեփանավանում։ Հիմա էլ ստեղ է։ Ասում է հենց կոչ արեցիր, ասեցինք վերջ, ժամանակն է պիտի գնանք։ Եղել է տեղ, որ մարդիկ չեն իմացել, որ այդ տարածքում եկեղեցի կա։ Հասցեն, ասել ենք, մարդիկ եկել են, բրկվել են, հաստատվել են ընտանիքով։ Այնքան կարևոր է սա։ Ճիշտ է, լիքը բաներ եմ լսում, զազրախոսություններ, տարբեր բաներ, բամբասանքներ, ինչ ես էդի անում, ինչ ես անում։ Լսեք, մեկ-մեկ ձանձրանալով եմ անում, արդեն ես էլ ինձնից ձանձրանում եմ այդ անելիս։ Ասում, բայց պետք է անեմ, դա կոչ է, այս եմ անում, այս խոսքը։ Իրար հորդոնենք, քանի դեռ ժամանակ ունենք։ Մեռնելուց հետո, այդ ժամանակի մեռնելուց հետո էլ ինչ։ Ինչ կա մեռնելուց առաջ, սիրելներ, ամեն։
Վերջերս ես ու կինս մտանք մի հատ խանութ ու միանգամից դե որ քարոզիչ ես, խոսքին ուշադրություն դարձնող մարդ ես, միանգամից խանութի աշխատողը մեկ էսենց արես։ Դե մահացած մարդու հետևից կամ չեն խոսում, կամ լավն են խոսում։ Այն միջինը, այն մեջտեղի հատվածը ու մեկ էլ ես սենց երևակայություն ես գնաս։ Չէ՞։ Հենց մեռավ, զգացել եք Հայաստանում հենց մարդիկ մեռնում են, սրբանում են։ Եկեք ողջ ժամանակ էլի այդպես լավ վարվենք, լավ բաներ խոսանք։ Չէ, թող մեռնի, արի սիրեմ, ինքան լավն է իմ ինքը։ Երբ որ չի շնչում, ինձ լավն է։ Հիշում եք COVID-ի ժամանակները, շատ չի անցել։ Այնքան ծիծաղալու է դա, որ ասում է, հենց COVID եղավ, սկսեցինք տունը լինել արդեն, ասում ես հասկացա, որ իմ ընտանիքի անդամները բավական լավ մարդիկ են։ Եթե բան լինի, որ սկսենք գնահատել, հա։ Կորցնենք հարաբերությունները, նոր սկսենք գնահատել։ Եվ ամենակարևորը սիրելիներ, շատ կարևոր է սա։ 7-րդը։ Ես թվերը չէի ասում, բայց հիմա պետք է ասեմ։ 7-րդը պատկանում է Աստծուն։ Աստծո հետ փոխհարաբերությունները։ Ու սա մարգարեական է շատերի համար, ովքեր որ ժամանակին Աստծո ներկայությունը առանց շտապելու վայելում էին։ Լացում էին Աստծո ներկայության մեջ, ծիծաղում էին Աստծո ներկայության մեջ, ձեռքեր էին բարձրացնում Աստծո ներկայության մեջ։ Բայց ինչի կորցնենք, որ ասենք մենք Աստված ունեինք։ Ինչի։ Գնահատենք։ Որ ասում են ժամանակ ծախու առեք։ Եփեսացիս 5:15-ից 17 տեսեք ինչ ասում։ Արդ նայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվեք։ Եկեք իրար հետ ասենք զգուշությամբ վարվենք։ Ոչ թե ինչպես անխելքներ, այլ ինչպես իմաստուներ, գնեցեք ժամանակը, որ օրերը չար են։ Աստծո խոսքն ասում, օրերը չար են։ Գնեցեք ժամանակը։ Նրա համար մի լինեք անմիտ, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը։ Խնդրեմ փառաբանության խումբը գա։ Գիտեք, այստեղ մի հատ այս խոսքի հիման վրա մի հատ բան եմ ասում եմ գողացեք ժամանակը։ Գողացեք ժամանակը։ Այդ ժամանակի գողության համար երբեք չես դատվի։ Որ ժամանակը ծախու առնես, այս sense վերցնես, ասես սա պատկանում է իմ Աստծուն։ Սա պատկանում է իմ Աստծուն։ Ես ուրիշի չեմ տա։ Այս ժամանակը տալիս եմ Աստծուն։ Վերև այդքան արժեքների մասին խոսեցինք, ընտանիքի արժեքների, ծնողների, երեխաների, ընկերների, եկեղեցու, բայց սա էլ Աստծու։ Զորավոր մեր Տիրոջ։ Գիտեք, Հիսուսը մեկ էլ տեսար, այնց անսպասելի պահի ավետարանը կարդում ես կամ ֆիլմը նայում ես, անսպասելի մեկ էլ թողնում էր մարդկանց ու գնում էր Աստծու հետ հանդիպելու։ Նա արժևորում էր։ Նա արժևորում էր Աստծու հետ հարաբերությունը եւ նա մեր գերագույն օրինակն է, նրան պիտի հետևենք։ Երեք մի քույրիկ եկավ, ներողություն խնդրեց ինձնից, ասեց, կներես, ես քեզ սկսել էի չսիրել։ Ասի ինչի համար, ասեց, որովհետև դու մի անգամ ինձ ասեցիր այսօրը կհանդիպենք ու երևի մոռացել եմ, հետո էլ եկել այստեղ, ասել են ինքս դեռ զբաղված է ու վերջ, սկսել էր չսիրել։ Սիրելի չսիրողներ ջան, օրն ունի 24 ժամ։ Ես հնարավորություն չունեմ ձեր նամակներին բոլորին պատասխանելու, չնայած լիքը պատասխանում եմ, աղոթում եմ ձեր համար, բայց օրն ունի 24 ժամ, կներեք, որ օրն ունի 24 ժամ։ Բոլորի հետ հանդիպում, դու պատկերացնում եք, այստեղ բոլոր ուզեն հանդիպեն։ Հնարավոր չի, առիթից օգտվելով, ասում եմ, գիտեք, երբ որ ես բոլորի հետ հանդիպեմ, էլ հնարավորություն չեմ ունենա հանդիպելու Աստծո հետ։ Դու որ գաս նայես աշխարհիկ մարդու դեմքին, ինչ ես նայելու, գալու ես խեղճաս։ Եթե ես բոլորի հետ հանդիպեմ, աշխարհիկ մարդ կդառնամ։ Թողեք Աստծո ձայնը լսեմ։ Համաձայն եք թե չէ։ Բայց մի մայր եւ դուստր էլ մոտեցան երեքինց, ասին մենք շատ կարևոր բան ունենք ասելու, ասի ինչ, բոլորին ասում են կարևոր, մենք ուզում ենք քեզ համար աղոթենք։ Ապշած մնաց, այստեղ կյանքում չեմ մոռանա։ Սենց ոնց որ բարի հարված լիներ ինձ սենց։ Նոկաուտ էր իմ համար։ Ես ուզում եմ քեզ համար աղոթենք, աղոթենք։ Բա բոլորի համար դու ես աղոթում, մի հատ էլ մենք քեզ համար չաղոթենք, աղոթեք, կարիք ունեմ։ Ով կարիք չունի աղոթքի, թող ձեր բարձրացնի։ Բոլորս էլ ունենք։
Դրա համար ասում եմ, գողացեք այդ ժամանակը, սուրբ գողությունա դա, Աստծու համար ժամանակ տրամադրեք, հանկարծ չասեք ուրիշ բան, ժամանակ հատկացնենք մեր Տիրոջը, նա սպասում է մեզ, ամեն, եկեք ոտքի կանգնենք, անհուշ մթնոլորտ աստեղ, ինչ քաղցր աստեղ, չշտապեք, դուրսը անձրև է, իսկ ներսը հոգևոր անձրև է, թող Աստծո հոգևոր ջրերի կաթիլները թափվեն ձեր վրա, հենց հիմա աղոթք կանենք, երբեք չշտապես, Քեզ ամենակարող Աստված, որ քո Սուրբ Հոգին հենց հիմա մեր ներսի կրակը ել ավելի աբոցավառում Տեր Աստված։ Փառք ես Տեր, որ հենց հիմա մտափոխություն է տեղի ունենում, ճշմարիտ ապաշխարություն է տեղի ունենում։ Իմ Աստված, իմ Տեր, հենց հիմա իմ Աստված, քո Սուրբ Հոգին կպնում է մարդկանց մտքերին, մարդկանց սրտերին, քարեղ են, ժայռեղ են սրտեր են, հենց հիմա փշրվում քո Սուրբ ներկայության մեջ։ Մեր Աստված թագավոր Տերերի Տեր։ Սիրելի եկեղեցի, կուզեմ, որ մի պահ աչքերդ բացես, մի բան եմ ուզում պատմեմ, սա մարգարեական է, այսինքն կմխիթարի, կսփոփի։ Մի երիտասարդ, հայ երիտասարդ ուղեկցեցին իմ մոտ, երբ որ Լիբանան էի, ու ես այդքան էլ փորձառու չէի, որ աղոթեմ, մարդիկ ազատագրվեն, դևերից ազատագրվեն եւ այլն։ Այդ երիտասարդին բերեցին լրիվ աշխարհիկ մարդ, բացարձակ Աստծուց հեռու մարդ։ Հա, կրոնով Աստծուն ճանաչում էր, կրոնով, ինչքան որ լսել էր։
Բայց երբ որ բերեցին, նույնիսկ ծանոթանալու ժամանակ, երբ որ արդեն սկսեցի ծանոթանալ, հարց փորձ անել, երևի մի րոպե, 2 րոպե չէր տևել, սկսեց ուժեղ դրսևորում, դիվային ուժեղ դրսևորում։ Այդ մարդը ցնցվում էր, ուղղակի ցնցվում էր։ Անբնական էր ցնցվում նույնիսկ, վախենալու։ Ու երբ որ սկսեցի աղոթել, հավատացեք մոտ 2 ժամ երևի աղոթել եմ իր համար, բայց առաջի կես ժամում 90 քանի տոկոս ազատագրվեց տարբեր տեսակի, էլ շնության դևից, էլ բարկության, տարբեր դևերից ազատագրվում էր գերբնական ձևով, հավատացեք, չեմ կարողանում մանրամասն ստեղից պատմեմ, բայց դուք պատկերացրեք ու հասկացեք, թող առաջի անգամ եկած մարդիկ էլ չզարմանան, Աստվածաշնչյանը դա Աստվածաշնչում կարդում ենք, որ Հիսուսը մարդկանց չար հոգիներից բժշկում էր, դևերից բժշկում էր ու ֆիլմերում էլ ենք տեսնում։ Այդպես այդ աշխարհիկ մարդը, Աստծուն չճանաչող մարդը, տենց ազատագրվում էր գերբնական ձևով։ Հասավ մի տեղ, որ ոչ մի ձև չեմ կարողանում այդ մարդուն օգնել։ Ժամ ու կես երևի չարչարվել եմ այդ մարդու վրա։ Ժամ ու կես։ Որ աղոթեմ, արդեն ես էի դիմում Աստծուն, ասում եմ, Տեր ջան, ինձ օգնի, որ այս մարդուն օգնեմ, ինքն էլ մի պահ ինքն էր խոսում, ասում էր, արդեն չարչարվում եմ, օգնի խնդրում եմ, ստեղ են, այտենց ցույց էր տալիս այդ ամեն ինչը, մեկ էլ դառնում էր, ասում էր, չենք դուրս գալու, այս չեմ դուրս գալու։ Տեր Աստված խնդրում եմ ինձ օգնի։ Ու մեկ էլ հանկարծ ամենասկզբի այդ խոսակցությունից, որ 2 բառ էինք խոսացել, որ մի աղջիկ էր իրան անիծել։ Մի աղջիկ իրան կախարդել էր։ Մեկ էլ իրան ասեցի, եղբայր, խնդրում եմ քեզ, հենց հիմա հրճակի բերանովը տասա, ես ներում եմ այդ աղջկան։ Մեկ էլ սենց արեց, անգլերենով, սկսեց ես սպանելու եմ իրան։ Սպանելու եմ ես իրան, հասկացա, ասեցի, հասկանալի է դու ով ես, ասի չներման դև, չներման, ասում եմ, ոչ միտեղ ոչ սովորել եմ, ոչ լսել եմ, ոչ տեսել եմ, չներման դև, հենց հիմա դուրս արի, ու նորից դուրս եկավ, սկսեցի այդ եղբոր սրտի հետ աշխատել, ասեցի, ների իրան, ինքը չի իմացել, չիմանալով արել ու կախարդել քեզ, չիմանալով արել, ու սկսեց խղճալ այդ աղջկան, երբ որ սկսեց խղճալ, մեկ էլ հանգիստ հասկացա, որ ոնց որ Հիսուսի աղոթքը չեն հասկացել ինչ են արել ու մի անգամից դուրս ելավ։ Այդ եղբայրը ուրախությունից զանգել է իր մամային։ Ասում է, մամ, չես պատկերացնում, ես մաքուր եմ ինձ հիմա, ինձանայում, շնորհակալություն հայտնում, ասում է, էլ չկան ինձ տանջողներս, 6 ամիսից չեմ ապրում նորմալ մարդավարի կյանքով։ Լրիվ ազատագրվեց, լրիվ, միայն տեսնեք ոնց էր ցնցվում։ Ինչի համար է ասում մարգարեական, շատեր երբ չեն ներում։ Բռնում պահում են այդ հոգին իրանց ներսում։ Չէ որ Աստծո խոսքն էլ ասում, վիրավորված եղբայրը ամուր քաղաքից էլ պինդ ասում։ Ահա որ այդ չներումը։ Եկեք թողենք այսօր։ Եկեք այսօր ներած գնանք։ Միգուցե դու նույնիսկ հիվանդություն ունես, ուրիշ խնդիրներ ունես, որ այդ չներելու պատճառով այսպես բռնել ես։ Գիտեք ինչքան խիստ է, որ ասում Տերն ասում, եթե դուք չներեք այն մարդկանց, ովքեր որ ձեր դեմ հանցանքներ են գործել, ձեր երկնային հայրն էլ ձեզ չի ների։ Չէ որ եկեք նայենք որպես սկզբունք Հիսուսի աղոթքին, որ խաչի վրա աղոթում էր, ասում էր, հայր ների, չեն հասկացել ինչ են արել։ Ներքևից մարտահրավեր, վերևում խաչի վրա տես ցավ, ասում են, եթե Աստծո որդի ես քո անձ իջեցրու, գիտես չէր կարող իջեցնել։ Իհարկե կարող էր, ինչի համար չիջավ, որ ինձ ու քեզ մինչև վերջ ների։ Ու մենք էլ իրար ներենք։ Եթե իրար ցավ ենք պատճալեր, որևէ մեկս, ես իմ կողմից եմ իմանա նույնիսկ նայում, ասում թե ձեզ, որ այստեղ են գտնվում, թե on-line, եթե ինչ-որ մի բանով ձեզ նեղացրել եմ, ներողություն եմ խնդրում։ Գնացեք իրարից ներողություն խնդրեք, հարաբերություններ են վերականգնվում։ Թանկ են։ Վերջերս լսեցինք, որ ինչ-որ դեպք է եղել, որ մտածում ենք հիմա, եթե այդ մարդը մահացած լինի, ինչքան դժվար կլինի այն մյուսի համար, որ դեռ չեր ներել։ Ինչքան սարսափելի է, երբ որ մարդը մահանա, չկարողանաս գնաս աչքերի մեջ նայես, ասես գիտես ներում եմ հայր, ներում եմ մայր, կամ կներես հայր, կներես մայր։ Ես ես եկեղեցում հիանալի օրեր եմ ունեցել, նաև դժվար օրեր եմ ունեցել։ Գիտեք, Աստվածաշնչյան դպրոցում էինք սովորում, երբ որ մի քույրիկ դարել էր իմ մարզասրահը։ Ամեն օր վիրավորանքներ, ամեն օր սարսափելի ձևով, բան չի անում, ոչ բան չի անում։ Մի օր Աստծո հզոր ներկայության մեջ sense աղոթք եմ անում, մեկ էլ հանկարծ Աստված ասում է, վերցնում ես հեռախոսը, զանգում ես այդ քույրիկին, ներողություն ես խնդրում իրենից, որ
դու իրեն ատում էիր։ Ու ես էլ հասկացա, որ ատում էի, որովհետև ինքը սենց հիմքեր ունեի իբր թե ատելու։ Զանգեցի հեռախոսը, վերցրեց ու ասում եմ կներես քույրիկ, ես քեզ ատում էի, որովհետև սխալ եմ ես։ Ասում է ու սկսեց կմկմալ։ Գիտես վարժ խոսող քույրիկ էր։ Բայց սկսեց կմկմալ, դու ինձնից ներողություն, ես պետքա քեզնից ներողություն խնդրեմ, որովհետև ու արդեն իր արարքները բոլոր եկավ իր առջև, որ ինքն է արել, որտեվ սրտեր քննող Աստված իր դեմ բերեց, ցույց տվեց ու սկսեց ապաշխարել հաջորդ օրը, սիրելներ, հաջորդ օրը լացում էր հեռախոսով, հաջորդ օրը եկավ Աստվածաշնչյան դպրոց, բան չի եղել, ոչ մի բան չի ասել, իմ ընկերները եկան ասեցին, ես անձնավորության ինչ ա եղել, ես փոխվել ուրիշ մարդ ա դառել։ Գիտեք, երբ որ դու այդ քայլը անում ես, ներում ես հռչակում, սեր ես հռչակում, դևերը թողնում են այդ մարդկանց։ Այդ մարդը ազատվում է։ Այդ մարդը Սուրբ Հոգու ազդեցության տակն է անգնում, դևերի ազդեցությունից դուրս է գալի, Սուրբ Հոգու ազդեցության տակն է անգնում։ Այնքան կարևոր է, որ մենք կարողանանք արձակենք այդ հոգին, սիրո հոգին, ներման հոգին։ Չէ՞ որ գրված է հայրերի սրտերը դեպի որդիները, որդիների սրտերը դեպի հայրերը, սիրելիներ, ներենք իրար, եկեղեցում ինչ որ խնդիր ա եղել, ներենք իրար, հարս ու կիսուրներ, ներեք իրար, մայր եւ որդիներ, դուստրեր, բոլորին ներեք։ Հասկանալով մի բան, որ չարի ձեռքին գործիքի զենքի պես եք եղել օգտագործելը, ձեզնով ցավացրելա։ Մեկ էլ ասում են, բա թշնամին տնից։ Թշնամին տնից չի լինում, թշնամին լինում է միայն դժոխքից։ Տանը անդամին է օգտագործել ցավացնելու քեզ։ Հիսուսի նման ասա, ներիր։ Չգիտի ինչ արել։ Ու թող ներման զորությունը հզոր ձևով սենց գա ու մտնի ձեր սրտի մեջ։ Տեր իմ Աստված, կպիր, ամեն մեկին, յուրատուկ ձևով Տեր, մեր սրտերին, ինձ կպիր Տեր, եղբայրներիս քույրերիս կպիր Տեր, հվվիր Սուրբ Հոգի, հեղվիր։ Տեր Աստված, հենց հիմա Սուրբ Հոգով հպվում ես ամեն մեկին։ Քո կրկումուս Քո կրկումիան ես կամ Քո կրկից բացի չունեմ ոչ մի տուն Քեզ եմ հավատում միայն Քեզ ամուր գրկեմ Հիսուս Կա քո գրկում հուս Քո գրկումիայն ես կամ Տեր հիմա քո սուրբ ժողովուրդն էլ ավելի է սրբվում Քո խոսքի համաձայն Տեր աշխարհը քայլում է պղծությունից պղծություն, մոլորությունից մոլորություն, բայց քո ժողովուրդը հավաքված միաբան էստեղ էլ ավելի է սրբվում։ Էլ ավելի է միաբանվում քեզ հետ Տեր։ Սիրելիներ, Աստված տեսնում է ձեր արցունքները։ Աստված այդ արցունքները թարգմանաբար է ընդունում որպես աղոթք։ Գիտի քո հոգու ցավը, գիտի քո մարմնի ցավը։ Մենք Հիսուս Քրիստոսի անունով հենց հիմա հռչակում ենք գերբնական բժշկություն, ոչ միայն հոգևոր բժշկություն, այլև ֆիզիկական բժշկություն, գերբնական հրաշքներ թող տեղի ունենան, Տեր, ազատագրումներ հենց հիմա։ Ազատագրում տարբեր տեսակի չար ուժերից, որ քո սուրբ ժողովուրդը էլ ավելի սրբվի, էլ ավելի նմանվի քեզ, որ կողքից տեսնողներ ասեն, ահա Աստծո ժողովուրդը, ոչ թե հայոյեն, այլ ասեն, ահա այս սուրբ ժողովուրդը, չասեն, բա ուր է նրանց Աստվածը։ Ներիր մեզ Տեր։ Ներիր, եթե գիտակցաբար կամ անգիտակցաբար քեզ ենք ցավեցրել ու մենք իրար ենք ցավեցրել, Տեր։ Քո այս Սուրբ Հոգու զորությունը հենց հիմա կպնում է շատ մարդկանց։ Ամբողջ փառքը ու պատիվը միայն քեզ։
Սիրելիներ, եթե դուք զգում եք, որ ինչ-որ մի քայլ պետք է անեք, անպայման արեք այդ քայլը, չթողեք վաղվան։ Եթե գիտես, որ պիտի գնաս, ասես սիրում եմ, գնաս, ասես սիրում եմ։ Եթե պիտի գնաս, ասես շնորհակալ եմ, չթողես վաղվան, գնաս, ասես շնորհակալ եմ։ Այդ շնորհակալությունը կարևոր խոսք է, երախտիկի խոսք է։ Եթե ունես թանկ մարդիկ քո շուրջը, ընկերներ, հարազատներ, ընտանիքի անդամները, պահիր, ամուր բռնիր, Աստված ասում է, ինչ որ ունես, ամուր պահիր։ Եթե ունես ծառայություն, գնահատիր այդ ծառայությունը, որ քեզ վստահվել է, եթե քեզնից վերցվում է այդ ծառայությունը, որ ուրիշ ծառայություն տրվի, շնորհակալություն ասա այդքան տարիների համար, որ ծառայել ես, հնարավորություն ես ունեցել, ուրիշ շանս է բացվում։ Եթե դռները փակվել են, ուրիշ դռներ կբացվեն։ Եթե այս երկրում ես ապրում, որտեղ որ ապրում ես, գնահատիր այդ երկիրը, հոգ տար, ամուր պահիր, մաքուր պահիր։ Եկեղեցուդ գրկիր, սիրիր, հովիվիդ, ծառայակիցներիդ, լավ խոսքեր ասա, շնորհակալության խոսքեր ասա, միայն պահանջելով չի։ Դու եղիր տվող, որովհետև մենք շատ հաճախ մտածում ենք գնանք եկեղեցի վերցնենք, օրհնություն վերցնենք, գնանք օրհնվենք, բայց ինչ կլինի, որ փոխենք ու ասենք գնանք օրհնենք։ Որովհետև Տիրոջ ծառան գործ կառաքելոցի մեջ զարմանալի է, որ 4 ավետարանում գրված չի, բայց հանկարծ ծառաներից մեկը հիշում ասում է, ինչպես մեր Տեր Հիսուսն էր ասում, տալն ավելի լավ է, քան վերցնելը։ Լսեք, տվողներն են հարուստ։ Տվողներն են հարուստ։ Ես չեմ խոսում նյութական հարստության մասին, ես խոսում եմ նաև սիրո հարստության մասին, ներսիդ հարստության մասին, որ դու ունես սիրով ես հարուստ, բնավորությունով ես հարուստ, տալ գիտես, գրկել գիտես, ներողություն խնդրել գիտես եւ այլն, գիտես, տվող եղիր, առաջինը դու դուր։ Հզոր ես, ուժեղ ես։ Մի շարունակիր ապրել գնամերի արի սիրեմ նշանաբանով, մտածողությամբ։ Մի սպասիր անպայման կորցնես, հետո գնահատես։ Մի սպասիր ինչ որ մեկը հեռանա կամ քո կյանքից կորի ու հետո նոր գնահատես, ասես ինչ լավ էր ինքը։ Չէ, բայց լավ էր ինքը։ Հա, ուներ վատ բնավորություններ։ Մի բան եմ ուզում պատմեմ, մի երիտասարդ անդադար իր մոր կողմից լսում է հետևյալ արտահայտությունը, որ տղաս, արի իրար հետ ժամանակ անցկացնենք, ոնց ես, գործերը շատ է, չեմ կարողանում քեզ գրկեմ, չեմ կարողանում քեզնից բան իմանամ, ամեն ժամանակ այդ երիտասարդը ասում է, մամ, հետո կգամ խոսամ, հետո գալիս է երեկոյան արդեն հոգնած, դե մայրն էլ միշտ հասկացողի դերում պիտի լինի։ Գնում է քնելու, հոգնած է ու եւ այսպես երկար ժամանակ հանկարծ մի օր գալիս է, տեսնում է դուռը փակ, ինչ որ մարդիկ շրջապատել են իրաց տունը։ Ու տեսնում է բժիշկներ են, տեսնում է ոստիկանության աշխատակիցներ են, ու գալիս տեսնում է դուռը փակ, ասում են, գիտես քո մայրը այլևս չի շնչում։ Ու այդ տղայի ներսում ամեն ինչ աշխարհը փուլ է գալիս, տակն ու վրա է լինում։ Ասում է, չէ՞ որ ես գրել էի, նամակ էի գրել, ման վաղը, հետո։ Լսեք, ժամանակը երբ որ մեռնում է, էլ չի գալիս։ Միակ բանը, որ երբեք հարություն չի առնում, դա ժամանակն է։ Ոչ մի ձևով չես կարող այդ բերես։ Ոչ մի ձևով։ Քանի ունես ձեռքի տակ հնարավորություն, արա։ Սիրելու ժամանակն է, սիրի, ներողություն խնդրելու ժամանակն է, ներողություն խնդրի։ Գրկելու ժամանակն է, գրկի։ Վիճաբանությունը սկսվեք կանգնեցրու։ Այնքան թանկ է, գնում է։ Տեսել եք այն ավազի ժամացույցները, մեկ էլ վերջանում է, վերջին այդ հատիկներն են ավազի են, մանր հատիկները վերջանում են ու ամեն ինչ ոնց որ կանգնի։ Սիրելիներ, այս կյանքի անունը քննություն է, ճիշտ տանք, ճիշտ հանձնենք։ Գնահատեք այն մարդկանց, ովքեր որ ձեր կողմն են, ձեր կողքն են։ Եթե Տերը ասել է, սիրեք ձեր թշնամիներին, ուր մնաց այն մարդկանց, ովքեր որ ձեր կողքն են։ Մի էլ ունեցեք թշնամիներ, որ կամ սիրեք կամ չսիրեք։ Ես քաղցր մթնոլորտի մեջ հիմա մենք կհրավիրենք այն մարդկանց ու ես խնդրում եմ թող ծածկատգիր պարոլ, փասվորդ չլինի այն մարդկանց համար, որ թողեք գնաք, եղեք օրհնող, sense կանգնեք Աստծո ներկայության մեջ, միշտ ապեք։ Թողեք մարդիկ կան ստեղ, աղոթենք իրենց համար, եկեք սիրելի եղբայրներ, քույրեր, մենք ձեզ սպասում ենք։ Դուք այսօր արժևորում եք այսօրվա այդ վարկյանը, այս շանսը, այս հնարավորությունը, որ առաջին անգամ ձեզ համար եկեք այստեղ մենք իրար հետ աղոթքենք բարձրացնելու առ Աստված ձեր շուրթերից։
Եկեղեցի եկեք ծափարենք բարձր։ Քուրիկ ջան, Աստված ձեզ օրհնի։ Այն մարդիկ, ովքեր որ Հիսուսին Տեր չեն դավանել, խնդրեմ, անպայման եկեք, մենք ձեզ համար աղոթ կանենք։ Տերը օրհնի ձեզ շատ։ Հայրիկ ջան, Տերը օրհնի ձեզ։ Ես առողջություն եմ ցանկանում բոլորիդ։ Տեսնում եմ նույնիսկ վատառողջ մարդիկ են։ Եկեք, մի ամաչեք, սիրելներ։ Գիտեք, թող ամաչեն են մարդիկ, ովքեր վատ տեղեր են գնում։ Դուք Աստծո ներկայության մեջ եք, Աստծո եկեղեցու մեջ եք, քույրիկ ջան, Տերը օրհնի, ձեզ էլ Տերը օրհնի։ Այնքան հրաշալի Աստծո ներկայություն է այստեղ։ Մենք հենց իմ աղոթք ենք բարձրացնելու։ Առ Աստված, որ Աստծո զորությունը գա ձեր կյանքի մեջ։ Դուք լինեք օրհնված, ձեր հոգիները լինեն փրկված, ձեր անունները լինեն կյանքի գրքում, որ ինչպես որ սկզբից ասեցի, գիտեք, այս ֆիզիկական այս կյանքից հետո կա եւս կյանք, որը հավիտենությունն է։ Դու ես որոշում, որտեղ անցկացնես քո հավիտենությունը։ Եթե Հիսուսին Աստծո խոսքի համաձայն եմ ասում, եթե Հիսուսին սրտիդ մեջ Տեր հրավիրես, կանչես բերանովը դել ասես, որ Հայր Աստված մեռելներից հարություն տվեց Հիսուս Քրիստոսին։ Խաչյալին ընդունես քո սրտի մեջ, հավիտենական կյանք կունենաս։ Գիտեք, զարմանալի բաներից, չսիրած ու համելսիրած բաներից մեկն է, այսենց, սա եւս կարանք ասենք 80 տարեկանի համար, կարանք ասենք 42 տարեկանի համար, որ ես եմ, կարանք ասենք ես երեխայի համար, այսենց է անցնում կյանքը, զգացել եք, այսենց, 83-ը, 42-ը նույնն են, այսենց, բոլորը սենց են, այսենց անցնելու է մեր կյանքը, խնդրեմ, այս կյանքը ճիշտ օգտագործենք, եկեք մեր աչքերը փակենք ու խնդրենք մեր Տիրոջը մտափոխության, ապաշխարության, մեղքերի թողության աղոթք կանենք։ Ասենք իրար հետ միասին. Հայր իմ Աստված, քո Սուրբ Որդի Հիսուս Քրիստոսի անունով գալիս եմ քո առջև։ Ներիր իմ մեղքերը, մաքրիր ու ջնջիր դրանք։ Ես հավատում եմ, որ 2000 տարի առաջ դու եկար այս աշխարհ Հիսուս, խաչի վրա մահացար, իմ մեղքերի թողության համար, որ ես ունենամ հավիտենական կյանք, որ ճիշտ ժամանակին քո մոտ լինեմ, փառք ես Տեր, ես հավատում եմ այս իրողությանը, ես կատարյալ ազատ եմ չարից, ես փրկված եմ, դու իմ Աստվածն ես, ես քո զավակն եմ, ես անեծքներից գնված եմ, կախարդությունից ազատ եմ, որովհետև դու իմ Տերն ես ու իմ կյանքի Տերն ես, փառք ես Տեր, ամեն, ամեն, մի բան պատմեմ ձեզ, շատ կարճ մի վկայություն, որ վերջերս է տեղի ունեցել, մեր եղբայրներից մեկը գնացել է հիվանդանոց մեկի համար աղոթելու, բայց որ գնում ես այնտեղ մեկը չի, շատերն են, որ կարիք ունեն։ Այն ում համար որ կանչել են, որ աղոթք լինի, աղոթել է նրա համար, անցել է մյուսին, սկսել է այդ մարդու համար աղոթել, տղամարդ է եղել, ասում է, երբ որ հարցրեցի այդ տղամարդուն, ասեցի, կուզես Հիսուսին Տեր դավանես, ասել է, այո, ու սկսել է աղոթել, մարդն է սկսել է կրկնել, ասում է, մեկ էլ տեսնեմ կինը հանել այդ անձնավորության, սկսել է նկարել, ասում է, սենց տարօրինակ էր մի պահ, որ սկսել է նկարել այդ ամեն ինչը, մեկ էլ կինը պտտվում, ասում է, վայ, ասում է, դուք չեք պատկերացնում ինչա կատարվում, ասում է, ինքը չէր խոսում, ինքը նոր մենք կարոտ էինք իրա ձենին, ուռուց կար կոկորդում, ու սկսեց խոսել, հրաշք է տեղի ունեցել, սկսել է խոսել, Հիսուսին Տեր է դավանել, բայց անցել է մի քանի օր, գնացել է երկինք, Հիսուսին Տեր դավանելով, Տեր այդ մի շանս, այդ ձայնի, այդ խոսելու շանսը տվել է, ես ուզում եմ նաև քաջալերեմ այն մարդկանց, գիտեք շատ հաճախ ենք մենք գնում այդ նույնիսկ վերակենդանացման բաժին մտնում ենք, սենց զորով մտնում ենք, մեկ է տեսնում ենք այնքան մարդ այնտեղ սպասելիս լինում, չեք պատկերացնում, մեկ էլ աշխատակիցներն են սկսում աղոթք խնդրելու, նենց որ գնացեք ձեզ քաջալերում ու էսենց հրաշքներ ա լինում, ոչ մեկ չգիտի իր վերջը երբ է, դրա համար հիմիկվանից, մեռնելուց հետո էլ շանս չկա, հենց հիմա, ամեն, թող Աստված օրհնելով օրհնի ձեզ, սա ձեր շանսն էր, դուք օգտագործեցիք, բայց միայն այս աղոթքով չի, այս աղոթքի համաձայն էլ ապրեք,
Այս տունը Աստծո տունն է։ Մենք միշտ հավաքվում ենք այստեղ շաբաթ օրը ժամը 6-ին, Կիրակի օրը ժամը 12-ին Աստծուն ենք պաշտում, գիտելիքներ ենք ստանում։ Այսինքն խոսում ենք Աստծո մասին, նա էլ փառավորվում է, մենք էլ երջանիկ ենք դառնում Աստծով։ Այնպես որ միշտ ձեզ կսպասենք։ Այստեղի աթոռներից մեկը ձերն է։ Բարի գալուստ Աստծո ընտանիք, Հիսուս Քրիստոսի եկեղեցի։ Ամեն։ Թող Աստված օրհնի ձեզ։ Թող Աստված պահի ձեզ։ Մեր ծառայողներն այստեղ ձեզ կուղեկցեն ներքևը։ Ձեզ մի փոքրիկ հյուրասիրություն սպասում է ձեզ։ Կարող եք հարցեր տալ, պատասխաններ, ձեզ համար աղոթեն։ Խնդրում եմ մեր հայրիկի համար էլ եկեք, որ աղոթենք, թող Հիսուս Քրիստոսի զորությունը կպնի նրան, բժշկություն գա։ Սիրելի եկեղեցի, ես հավատում եմ, որ մենք ստեղ նաև առաջադրանք ստացանք, որ գնանք ու անենք։ Միայն լսելով չի, այլ անելով։ Ամեն։ Ու գնում ենք ու Աստծո խոսքն ենք տարածում, գնում ենք ու քայլեր ունենք անելու։ Իսկ մյուս շաբաթ արդեն ծոմով եւ աղոթքով մենք ստեղ իրար հետ կվայելենք Տիրոջ ներկայությունը։ Աստված օրհնում է քեզ եւ պահում է քեզ հավիտյան։ Տերը պայծառեցնում է իր երեսը քեզ վրա եւ ողորմում է քեզ։ Եկեք ասենք ամեն։ Տերը բարձրացնում է իր երեսը, իր սուրբ ներկայությունը քեզ վրա եւ խաղաղություն է տալիս քեզ խելքից, մտքից դուրս։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, մեր Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեր ամենի հետ լինի։ Հավիտյանս հավիտենից։ Ամեն։